Թոշակները բարձրացրեցին, ասենք, մինչև 10,000 դրամ։ Դա ինչ-որ մի հատ հայտարարություն էր, որ արվեց փետրվարին, չէ՞։ Հիմա բյուջետային գործընթացի պարագայում դա առնվազն անազնիվ է, որովհետև եթե օրինակ հրաշք տեղի ունենա եւ այս իշխանությունները վերարտադրվեն, գիտեք, առաջիկա 10-15 օրվա մեջ այդ թոշակների բարձրացման միֆը վերադարձնելու են, այսինքն հանելու են։ Ինչու՞։ Այսինքն ասելու են, որ մենք ուսումնասիրեցինք դա բյուջետային մեծ ծախս է, որին որ պատրաստ չէր մեր բյուջեն, եւ դա ճիշտ կլինեն իրանք ավելի, որովհետեւ բյուջետային տարվա մեկնարկից հետո, եթե դու բյուջետավորման գործընթացում չես պլանավորել թոշակների բարձրացում, ապա տրամաբանական հարց է բարձրանում, ապա փետրվար, մարտ ամիսներին հայտարարված թոշակների բարձրացումը ինչով է ապահովելի, որոնք են այն եկամուտները, որ դու պետք է հավելյալ ունենաս եւ այդ թոշակները կարողանաս բարձրացնել։ Հետևաբար դա նշանակում է, որ դա պոպուլիստական է, նախընտրական է եւ ընտրություններից հետո որ կառավարությունը որ գա, ինքը ոչ պոպուլյար քայլ է անելու։ Այդ թոշակների բարձրացման այդ բանը պետք է հետողորմի անի, հայերեն ասած։